Կամ կարող ես փոխել քո կյանքը հիմա, ինչպես որ ես փոխեցի մի քանի տարի առաջ, կամ էլ կարող ես առավոտից իրիկուն գնալ գործի և մի 2 կոպեկ աշխատել։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Էլ ինչ եք ուզում։ Ուզում եք ինչ աշխատեմ և գումարը ուղարկեմ ձեզ, չկա նման բան, այդ հեքիաթային մտքերը մեկ ընդմիշտ ձեր ուղեղից հանեք։ Եկեք այսօր կատարենք մի քանի գործարք, աշխատենք գումար, և ես կփորձեմ ձեզ բացատրել, թե որն է իրական ճշմարտությունը, թե ընդհանուր կյանքում, թե trading-ում, չէ՞ որ ամեն ինչ մեր կյանքում փոխկապակցված է։ Մենք դա լավ գիտենք։ Եկեք 5 րոպեանոցը ես հիմա նայեմ և վստահ եմ, որ ես կուզենամ բարձրանալ վերև։ Ինչպես որ ես մտածում էի, այո, ուղղակի այստեղից էի ուզում ես բարձրանալ վերև, ոչ թե այս ամենավերևից։ Լավ, եկեք կատարենք տեղ վերլուծություն և հասկանանք էլի, ինչու ես կատարեցի այստեղ գործարք։ Նայեք, իմ սիրելի դիտորդներ ջան, մենք ունենք բարձրացող թրենդ, որը որ սկսվել է այս ներքևի աջակցման հատվածից։ Հիմա կասեք մենք արդեն հասել ենք մաքսիմումը, չէ՞։ Դուք ճիշտ կլինեք, բայց հələ եկեք ուշադրություն դարձնենք այս մոմերին։ Հələ մի հատ հիշենք մեր մոմային վերլուծությունը, որը որ ես մի քանի անգամ ձեզ բացատրել եմ։ Եկեք հələ տեսնենք, էլի։ Նայեք, ուրեմն կարմիր մոմը, երբ որ ներքևում ունի այսքան մեծ ստվեր, և այս կարմիր մոմը նույնպես, դա առավելություն է միանշանակ մեր այս քննորդներին, քանի որ այնքան ուժեղ են գտնվել, որ ճնշել են այս մինիմումից հասցրել են այստեղ։ Եվ ինչ ենք մենք տեսնում կանաչ մոմերի դեպքում, հələ եկեք հասկանանք, մեծ մոմեր առանց վերևի ստվերների, ներքևի ստվերը դա առավելություն է կանաչի։ Եվ հիմա եկեք հələ հասկանանք, էլի, մի հատ ուրիշ կարևոր փաստ էլ կա, նայեք, մեր քինը բարձրացավ, հասավ այս կետի, իջավ, հետո բարձրացավ, իջավ, հետո բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, այստեղ ինչ պետք է անի, բարձրանա, իսկ եթե բարձրանա և հետո էլի իջնի, մենք չհասցնենք պլյուսը վերցնենք, ինչ պետք է անենք, մենք արդեն գիտենք, չէ, որ իջավ պետք է բարձրանա։ Այսքան բան, իմ սիրելի դիտորդներ ջան, ահա, նայեք, սա շատ լավ սիտուացիա է։ Հիմա հենց այն վատ սիտուացիան է, որը որ մենք տեսանք, իջավ, ինչ պետք է անի, պետք է բարձրանա։ Բայց որտեղից մենք կատարենք գործարք, լավ հատվածից, լավ աջակցման հատվածից, բայց եկեք հələ տեսնենք սա ինչպես կփակվի։ Հնարավոր է, որ միանգամից փակվի և մենք ավելորդ անգամ ռիսկի չդիմենք, բայց եթե նույնիսկ չստացվի, եկեք դնենք $200, $200 և մենք կկատարենք գործարք, բայց ավելի քիչ ժամանակահատվածով։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, ես ունեմ փակ ալիք, ես ունեմ օգնական ծրագրեր, այսինքն ամեն ինչ ստեղծված է, որպեսզի դուք ստանաք պրակտիկ գիտելիքներ և դառնաք հաջողակ թրեյդեր, բայց եթե դուք պայքարող չեք, եթե դուք շուտ հանձնվող եք, միանշանակ մի սկսեք։ Իրոք ես չեմ ուզում, որ դուք սկսեք մի անիմաստ գումար կորցնեք և դուրս գաք։ Եթե դուք վստահ չեք, որ կդիմանաք այդ ցավին, այդ նագրուսկային, մի մտեք։ Քանի որ ամեն մարդ չէ, որ կարող է այս ամեն ինչը տանի և կարողանա դառնա պլյուս։ 2 տարի մինուս եմ եղել, ամեն օր, եղել են մի այդպիսի եզակի օրեր, որ ես պլյուս եմ եղել, բայց հիմնականում մինուս եմ եղել 2 տարի։ Կարող եք դիմանալ 2 տարի։ Այդ իմ պարագայում։ Հնարավոր է ձեր պարագայում ավելի շուտ լինի, հնարավոր է ավելի ուշ լինի, բայց հələ գոնե իմ օրինակով դիտարկեք 2 տարի, կդիմանաք ամեն օր մինուս գնալով։ Եթե կդիմանաք ու գիտակցելով, որ արդյունքը շատ լավը կլինի, ապա մտեք, փորձեք։ Բայց եթե գիտեք, որ չեք ձգելու, չեք կարողանալու դիմանալ այդ նագրուսկային, ապա միանշանակ թրեյդինգը ձեր համար չէ։
Եկեք հələ դիմավորենք այս գեղեցիկ մեր պլյուսը, էլի։ Խնդրեմ։ Տեսակ, եկեք գտնենք ուրիշ արժույթ եւ ես ավելի ուզում եմ մանրակրկիտ շոշափեմ այս թեման, որպեսզի դուք վերջապես հասկանաք, որ թրեյդինգը դա խաղ չէ։ Նայեք։ Նախ վերլուծությունը Մենք ունենք իջնող թրենդ, վերևում կա դիմադրության հատված, որից որ սկսվել է մեր թրենդը դեպի ներքև։ Եվ ինչ եմ ես տեսնում, ինչը որ տեսնում եմ պետք է ասեմ, ես տեսնում եմ երկրորդական դիմադրության հատված, որից որ ես կատարեցի գործարք վաճառք։ Եթե չքնա ներքև, մենք վերևում ունենք էլի հատված, որից որ ես կրկին դագոնով կփորձեմ աշխատել գումար։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան։ Եթե դուք ուզում եք մի $20 գցել կամ $100 գցել, փորձել, եթե ստացվի մնաք, եթե չստացվի չմնաք, միանգամից ես ուզում եմ էկոնոմիա անեմ ձեր գումարը, միանգամից են որ ու ասեմ, որ միանշանակ մի գցեք։ Քանի որ այս կյանքում ես չգիտեմ մի ոլորտ, որը որ առանց պայքարի տա ցես ինչ որ լավ արդյունք։ Գումարի տեսքով, չգիտեմ, իշխանության տեսքով, հեղինակության տեսքով, էական չէ։ Եվ ասեմ իմանաք, թրեյդինգն էլ հեքիաթային մասնագիտություն չէ, որը որ ասենք մեր իրականությունից դուրս է։ Սա էլ հենց մեր իրականության մասնագիտությունից է, որը որ ուզում է պայքար միանշանակ, ոչ թե մեկ կամ երկու անգամ փորձ, այլ պայքար։ Եթե կարող եք տալ պայքար, ապա փորձեք։ Ես կոնկրետ, ես իմ բոլոր հետևում գտնվող կամուրջները այրել էի։ Միանշանակ ես ուզում էի լինեի հաջողակ թրեյդեր եւ վերջ։ Չկար էլ ուրիշ տարբերակ իմ կյանքում, ես լրիվ բոլոր տարբերակները հանել էի միանշանակ։ Դրա համար ես էլ ուրիշ տարբերակ չունեի, պետք է գնայի մինչև վերջ։ Ես իրոք գիտեք, չէ, ես հիմա չեմ ուզում ցես այդ մտածելակերպը փոխանցեմ։ Բայց ես մի տարի ու կես որ կորցրել էի, ես ընդհանուր առմամբ կորցրել եմ 2 տարի։ Բայց այդ մի տարի ու կես կորցրածս ժամանակահատվածում, որ մտածում էի երևի հանձնվեմ կամ ինչ որ այդպիսի բան, ես ախր սենց նստում մտածում էի, լավ, եթե հիմա ես հանձնվեմ, ախր իմ կորցրած գումարը ես չեմ կարող հետ վերադարձնել։ Ես այդ ձև եմ մտածել, ես չեմ ասում, որ այդպես մտածեք դուք, քանի որ ոչ բոլորի մոտ է ստացվել կամ ոչ բոլորի մոտ կարող է ստացվել, իհարկե։ Ասում եմ, լավ, այսքանը կորցրել եմ, պետք է էլի շարունակեմ, որ գոնե ունենամ շանս վերադարձնելու իմ կորցրածը։ Շատերի համար այդ իմ մտածելակերպը դա աբսուրդ էր։ Շատերը ասում էին, թե տենց էլ շարունակի կորցնել իմ հարազատները, բան։ Տենց էլ շարունակի, այդ ասենք քո մտածելակերպը ու քո ուղեղը շարունակի։ Միանշանակ ես հիմա կարող եմ այդ իմ մոտիկ մարդկանց առաջ կանգնել ու ասել, որ ես շարունակեցի ու ես գոհ եմ։ Այդ միանշանակ ես կարող եմ անել ու մի քիչ արել եմ, եղել են դեպքեր, որ արել եմ։ Հիմա ասածս որն է։ Գիտակցեք պետք է դուք այս մասնագիտության ռիսկերը հասկանաք, որ սա հեքիաթային մասնագիտություն չէ, որը որ ֆիլմից է ստեղծվել, սա իրական մասնագիտություն է ու ասեմ, որ ունի իր բարդությունը, բայց բարդությունը ոչ թե այստեղ վերլուծությունն է, որը որ դուք կարող եք սովորել, այլ հոգեբանությունն է։ Այդ հոգեբանության համար ինչեր չեմ արել ես։ Ինչեր չեմ արել, դուք ուղղակի չեք պատկերացնում։ Էլ սառուցով վաննա եմ ընդունել։ Էլ չգիտեմ, ես ահավոր երկար վազել եմ, բայց առանց ժամ պահելու մոտս։ Եվ որ պարզ օրինակ բերեմ, եթե դուք 1 ժամ վազում եք ու ժամ ունեք, դուք ավելի հեշտ եք հաղթահարում այդ դժվարությունը, բայց որ ժամ չունեք, եւ որ լուրջ եմ ասում, անվերջություն է թվում, բայց որ վերջանում է, թվում էր թե մեկ ակնթարթ էր ու կյանքն էլ է այդ ձև։ Եթե դու ինչ-որ բան ես անում,
դժվար է թվում ընթացքից, ահա որ դժվար է թվում, ես կասեի նույնիսկ անհնարին, իրոք, բայց ես չեմ ուզում այստեղից հիմա տագոն անեմ, գոնե այստեղ պետք է հասնի է, գոնե այստեղ թող հասնի, նոր կանեմ էլի, եկեք 200 տնենք, ահա, հասավ այստեղ, չէ, եկեք 1 րոպեով փորձենք վերցնենք պլյուս, հիմա նայեք, ես նույնիսկ մոռացա ինչից էի խոսում, բայց երևի դուք միտքը հասկացաք, լավ, ես ուզում եմ, կյանքն էլ է հենց այդ ձև կառուցված, իրոք, ընթացքից թվում է, թե մենք երկար ժամանակ ունենք, թե մեր այդ տվյալ գործը, որի վրա, որ մենք աշխատում ենք, շատ դժվար է, չի վերջանա, չի գա այն պահը, որ մենք վայել ենք, բայց որ գալիս է այդ պահը, այսենց, այն որ թվում է, թե ընդամենը 1 վայրկյան տևեց այդ դժվարությունը ու այն որ հասնում ես, իրոք ասում ես այդ պահը շատ հաճելի է, բայց հետո ուրիշ պայքար ես ուզում, իրոք, քո կյանքը դառնում է ցանցրալի։ Հիմա եկեք այս պլյուսը վերցնենք, երբ որ դու պայքարում ես քո նպատակի համար, հետաքրքիր է քո կյանքը, իրոք շատ հետաքրքիր է, բայց երբ որ դու ասենք հասել ես այդ նպատակին, միանգամից անհետաքրքրանում է, միանգամից։ Եկեք մի գործարք էլ կատարենք, հենց այստեղ ես կկատարեմ $200, էլի վաճառք, հենց այդպես։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, այս ինչ է իջել ներքև։ Եթե դուք մտածում եք, որ այս տրեյդինգը խաղ ու պար է, չէ։ Եթե դուք պայքարող մարդ եք, այն որ չի հանձնվի ոչ մի բանից, ասեմ իմանաք, երբ որ կաթիլը շատ երկար ժամանակ կաթում եք հարի վրա, ծակում ու անցնում է։ Հենց այդ ձևով է կառուցված կյանքը։ Եթե ինձ պետք է ինչ-որ մի բան, ես կհասնեմ։ Եթե իմ նպատակը այս պատի հետևում է, ես իմ գլխով էլ այնքան կխփեմ այդ պատին, մինչև որ ծակեմ ու անցնեմ։ Այդ է իմ մտածելակերպը։ Բայց կան մարդիկ, ասենք հնարավոր է, որ նայեք, դուք այդ պատը խփում եք, 99%-ով կոտրված է, մնացել է այն վերջին հարվածը գլխով, ու դուք վերջ հանձնվում եք, ու կդառնաք կասեք հլնայի է, ինձ այս մարդը խորհուրդ տվեց, ես իմ գլուխը սաղ արունոտեցի, չարտեցի, չհասա նպատակիս, բայց արի ուտես, որ այդ մարդը, ով որ քեզ այդ խորհուրդը տվել էր, այդ մարդը 100 էլ չէ, 150%-ով է կխփեր կչարտեր, պետք լիներ մի 300% ավել էլ կխփեր կչարտեր, կգնարել ու իրան վաբշե ընդհանրապես մեկ է, իրա գլխի հետ ինչ կլինի, այդ մարդը այդ խորհուրդն է տվել, բայց այդ մարդը պատրաստ է այդքի նվճարի, եթե դու չես կարող, դու այն մարդն ես, ով որ իր մեղքերը բարդում է ուրիշի վրա, դու հանձնվող ես, դու այդ մարդն ես, վերադարձիր իրականություն ու ասեմ իմանաս, եթե դու նույնիսկ այդ մարդն ես, դու կարող ես պայքարել ու փոխել քո տեսակը, քանի որ անհաջողակներն են դառնում, այն ամենաուժեղ մարդիկ ու ասեմ ոնց են դառնում, ասենք եթե դու մի 30 տարեկան ես ու անհաջողակ ես, այդ 30 տարվա անհաջողությունները քեզ կարող է այնքան չղայնացնի, որ դու գժվես ու ասես վերջ, կամ հասնելու եմ, կամ թող լինի այն ինչ որ պիտի լինի։ Այդ ձևով են հասնում։ Ամենաուժեղ մարդը եղել է թույլ ժամանակին, հաջողակը եղել է անհաջողակ ժամանակին։ Արագ վազող մարդը ժամանակին ուղակի սկսել է վազել, ուղակի, լավ, վազելը հələ մի կողմ դրած։ Ինքը փոքր ժամանակ սկսել է ուղակի քայլել։ Մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ որ կան այսպիսի հետաքրքիր հղումներ։ Հիմա դուք կշտապեք եւ կասեք այդ կանը հասկացանք, դու ցույց տուր մեզ քո փակ Telegram-յան ալիքը, որտեղ որ դու ունես այսպիսի հրաշք ծրագրեր։ Սեղմելով արժույթի անունը դուք կստանաք կամ վաճառք, կամ գնում, կամ սպասել։ Կամ ցույց տուր մեզ Phoenix AI ծրագիրը, որը որ ստեղծված է OTC արժույթների համար։ Իսկ ես կասեմ համբերություն։ Ամեն ինչ կցուցադրեմ, ուղղակի ժամանակ է պետք։ Նայեք։ Մենք ունենք Phoenix Trading արդյունքների ալիք, որտեղ որ մեր դիտորդները ուղարկում են իրենց արդյունքները։ Շատ են, չմտածեք, որ պետք է այս հենց հերթով ես ցես ցուցադրեմ։
վրա, եկեք, այսենց ես այդքան չեմ կարող ցուցադրել։ Մտեք եւ այսենց նայեք։ Եթե դուք այդքան համբերություն ունեք։ Այստեղ մեր բոլոր արդյունքներն են, մեր դիտորդների կողմից ուղարկված եւ նույնիսկ մեկնաբանություններ գրված։ Հիմա նայեք, մենք ունենք էլ ինչ ունենք։ Մենք ունենք այսպիսի պոտ, որի օգնությամբ կարող եք դուք նույնպես ձեր արդյունքը ուղարկել։ Սա է, այս պոտը։ Phoenix Trading օգնություն։ Սա հենց այն ծրագիրն է, որը որ այն ամենայն սկսնակին կօգնի հասկանալ, թե ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել այս ծրագրերը, որ ձեզ հետաքրքիր են, նայեք, սեղմում եք օգնական ծրագրեր եւ 2 վիդեո օգտագործման այս ծրագրերի։ Կան շատ վիդեոներ ալիքում, բայց կոնկրետ այս վիդեոները հենց առաջին վիդեոներն են, որտեղ որ ես ցուցադրում եմ մանրակրկիտ օգտագործման ձևը այս 2 ծրագրերի։ Կարող եք դիտել, եթե, չգիտեմ, ձեզ դուր կա, կարող եք փորձել միանալ մեր փակ ալիքին, այս փակ ալիքին, այս VIP ալիքին եւ ստանալ այս 2 օգնական ծրագրերը։ Հիմա կասեմ ոնց կարող եք միանալ, եթե չհասցրեցիք կարտալ, իմ սիրելի դիտորդներ ջան, նայեք, չեմ վրազում, որ միանգամից տագոն օգտագործեմ։ Միանգամից պետք չի օգտագործել տագոն եւ ասեմ իմանաք, այս ձեզ եմ նվիրում, ասեմ իմանաք, որ ժամանակն է արդեն սա քչացնել, ես էլ եմ ձեզ նվիրում, ժամանակն է քչացնել եւ լինել մի քիչ ավելի կարգապահ։ Ես չեմ ուզում ձեզ ցուցադրել մեծ գումարներով գործարքներ։ Հա, հնարավոր է դուք իմ ամենայն մաքսիմալ պոտենցիալը չտեսնեք տրեյդինգով։ Հնարավոր է, որ ես դա ձեզ չցուցադրեմ վիդեոների մեջ։ Հնարավոր է, որ ես ունեմ ուրիշ ակաունտ, որտեղ որ ես իմ պոտենցիալը լիարժեք, այսպես ասած, օգտագործում եմ։ Բայց դա էական չէ։ Ձեզ պետք է վերլուծություն, ձեզ պետք է ռեալ գործարքներ, խնդրեմ, տեսեք այս ակաունտի, այս գործարքները, սա կքչացնեմ ես մյուս վիդեոին։ Մի 5000-ը երևի մեզ հերիք է, լիարժեք։ Եկեք այս պլյուսը վերցնենք մեր այս դագոնով աշխատած, խնդրեմ։ Դե չգիտեմ, եթե մտածում եք, որ այսքան բանից հետո տեղ վերլուծություն, Եթե մտածում եք, որ տեղ վերլուծությունը այսքան բանից հետո չի աշխատում, շարունակեք մտածել, շարունակեք, ուր էինք հասել, ինչպես միանալ մեր այս փակ ալիքին, որտեղ որ կան այս 2 ծրագրերը, որոնք ունեն իմ գիտելիքները, այս գիտելիքները, որոնք որ դուք տեսաք, Momer, Trend եւ այլն, նույնիսկ ավելին ասեմ, օգտագործվում է այս ծրագրերի մեջ RSI-ը, որը որ նույնիսկ ես չեմ օգտագործում։ Հիմա ինչպես միանալ այս փակ ալիքին եւ ինչպես կարողանալ օգտագործել այս 2 ծրագրերը առանց լիմիտի։ Ասեմ միանգամից անվճար է։ Գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով։ Հղումը թե այստեղ է, թե բաց ալիքում է, թե վիդեոյի ներքևում է։ Կատարեք $20 դեպոզիտ ձեր հաշվին։ Այս ձեր հաշվին։ Հիմա կասեք, բա ասեցիր վճարովի չէ։ Հիմա դուք եթե ձեր հաշվին համալրում եք $20, դա վճարովի է։ Չէ, վճարովի չէ, վճարովին այն է, որ դուք ուղարկեք այդ $20-ը ինձ, գոհ եմ, չեմ ուզում, այդ $20-ը պահեք ձեզ։ Так, ուրեմն ուղարկեք ձեր UID-ը, այս ID-ն։ Ձեր UID-ը իմանալու համար, սեղմելով այս ավատարկի վրա, դուք կարող եք տեսնել ձեր այս Pocket-ի ID-ի թվերը, նայեք, այդ ID-ի թվերը կարող եք միանգամից այս bot-ին ուղարկել, ենթադրենք սա ID-ն է, ուղարկում եք եւ մեր admin-ը կստուգի, եթե կատարել եք մեր 2 պայմանները, գրանցված եք Pocket Option-ում մեր հղումով եւ եթե ունեք $20 ձեր այս հաշվին, ապա անպայման դուք կհայտնվեք մեր փակ ալիքում։ Եթե ձեզ մերժեցին, ապա դուք ինչ որ բան սխալ եք արել, կամ գրանցված եք ուրիշ հղումով, կամ $20 չունեք ձեր հաշվին։ Եթե կատարել եք, ապա 100%-ով կհայտնվեք փակ ալիքում։ Իսկ եթե այնուամենայնիվ չի ստացվել ու ձեր մոտ խնդիրներ են առաջացել կամ հարցեր, որը որ չի կարող օգնել այս մեր ծրագիրը, նայեք, մենք ունենք նույնիսկ մոդերատորների օգնություն։ Կարող եք գրել մեր մոդերատորների Telegram-յան ալիքին։ Սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, ես չէի նկարի այս վիդեոները, այս անվճար դասերը։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։